գրանցի մերձևով շարժման է, որ դեպքում եք հնարավոր համարում եք տարբերակը, եւ որ դեպքում եք հնարավոր համարում, որ կա դիմագրանցի մերձևով շարժումը, բայց ընդդիմությունների ընդհանրաշ գրանցումը չեղարկի, որ դեպքում է դա հնարավոր, եթե դա հնարավոր է։ Հարգելի լրագրողներ, որպեսզի որևէ քաղաքական ուժին չգրանցի, քաղաքական ուժը ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ Սա ինչի համար եմ ասում, որտեղ հստակ ընտրական օրենսգիրքը սահմանում է այն փաստաթղթերը, որը պիտի քաղաքական ուժը ներկայացնի։ Ես կարող եմ ընթերցել այդ փաստաթղթերը։ Եվ ընթերցեմ, կարիք կա ընթերցելու, թե դուք ինքներդ դա կնայեք։ Այսինքն չգրանցվելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ որ բոլոր փաստաթղթերը ներկայացված են, գրանցման հարց որպես այդպեսին չի քննարկում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել, այսինքն քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը ներկայացված չեն, այսինքն թերի են ներկայացված փաստաթղթերը, քաղաքական ուժը չի լրացրել փաստաթղթերը, այսինքն տրվել է 48 ժամ եւ չի լրացրել փաստաթղթերը, այդ ժամանակ կարող է առարկությունը դրվել քվեարկության եւ 2/3 ձայներով մերժվել կուսակցության գրանցումը։ Բայց եթե կուսակցությունը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի, այսպես ասենք, առանց քվեարկության գրանցում, այսինքն եթե չկա առարկություն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ անդամ չունի առարկություն, ուղղակի կուսակցությունը մեխանիկորեն համարում է գրանցված։ Տեսեք, արհեստական խոչընդոտ չի կարող լինել, հարգելինս, կոնկրետ օրենքով կա սահմանված փաստաթղթերի ցանկ։ Ավելին, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես, եթե ցանկը թերի է, նախապես նիստով 48 ժամ է տրամադրելու, այսինքն դուք բոլորը այդ նիստին ներկա եք լինելու, եթե կցանկանաք, եւ տեսնելու եք, թե ինչ փաստաթղթեր է պակասում, եւ քաղաքական ուժը պիտի չլրացնի այդ փաստաթղթերը, այսինքն ինքը այդ թերությունը չվերացնի։ Հարգելիներս, կրկնում եմ խոսքը, տեսեք, հիմա խոսում ենք, այս բանին խոսում ենք գրանցման մասին։ Խնդրում եմ, որպեսզի տարանջատենք։ Գրանցումը ես բացատրում եմ, գրանցումը, եթե կուսակցությունը անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, չի կարող չգրանցվել։ Բայց եթե կուսակցությունը կներկայացնի թերի փաստաթղթեր, հարգելուներս, եւ հետո իրեն կտրվի 48 ժամ, այսինքն նիստով, հրապարակային դուք էլ կիմանաք, որ այս կուսակցության այս փաստաթղթերը, ասենք օրինակ գրավի անդորագիրը չի ներկայացրել, գրավ չի մուծել, անդորագիրը չի ներկայացրել։ Չէ, այդ դեպքում արդեն նոր այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել առարկություն, այսինքն անդամների որևէ անդամի կողմից այդ առարկությունը, որ տվյալ քաղաքական ուժի գրանցումը մերժելու վերաբերյալ։ Ես եթե սպասեք, հիմա գալիս եմ երկրորդ, այսինքն հարցի մյուս, այսինքն քաղաքական ուժը գրանցվում է եւ գրանցումը ուժը կորցած ճանաչել։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը քաղաքական ուժի գրանցումը ինքը չի կարող ուժը կորցած ճանաչել։ Մեր օրենսդրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ հարցով պիտի դիմի դատարան։ Այսինքն եթե գրանցումից հետո որևէ քաղաքական ուժ, այսպես ասենք, տոտալ, այսպես ասենք, ու սա համար պարտադիր պայման է, որպեսզի քաղաքական ուժը հետևողական ընտրական օրենսգիրքը ոտնահարի։ Երբ որ նման իրավիճակ, եթե կլինի, իսկ նման իրավիճակ ես չեմ հիշում մեր պատմության ընթացքում ունից, եթե կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշի դատարան դիմել։ Այսինքն այստեղ գրանցման ուժը կորցնողը կրկին այս դեպքում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, դատարանն է։ Կրկնեցի։ Հարգելի տեսեք, եթե հիմքը ընտրական օրենսգիրքով հստակ սահմանված է, ու դա, այսպես ասենք, 1-2 խախտման մասին չի խոսում։ Սա ու ավելին, դա խոսքը չի, որ օրինակ որևէ տեխնացուի կողմից է
դա ասենք օրինակ որևէ տեխնացու է այդ խախտումը թույլ տվել, դա ինքը քաղաքական ուժը հետևողական պիտի ոտնահարի ընտրական օրենսգրքի պահանջները, որպեսզի նման իրավիճակ ստեղծվի, որպեսզի նման փաստերի, այսպես ասենք, ծանրակշիռ փաստեր կուտակվեն, որից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտադրված կլինի այլևս դիմել դատարան։ Անհավատական կոնկրետ օրինակի վրա ես հասկան, ազատություն ռազմական Ստեփանյան, գիտեք, որ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը երեք հայտարարություն տարածեց, որ որևէ այլ երկրում աննշտվեց այդ երկրին Հայաստանի քաղաքացի հայազգի գործարարներին ճնշում են գործադրում, որպեսզի նրանք առաջիկա ընտրությունների ընթացքում ֆինանսական եւ այլ կարգի աջակցություն ցուցաբերեն։ Հիմա քննություն է ընտրական կոմիտեի։ Հիմա եթե փաստի կոնկրետ այդ ուժի անունները, ովքեր են ամուժերի անունները, սա հիմք կարող է հանդիսանալ, որ չգրանցվեն կամ գրանցելուց հետո դուք դիմեք դատարանին, որպեսզի ուժը գործարքի առաջի այդ գրանցում։ Կոնկրետ այս օրինակի ընտրել պատասխանը։ Հարգելի գործընկերներ, ընտրական օրենսգիրքը կարգավորում է թեկնածուների հետ կապված հարաբերությունները։ Մեր իրավապահները իրենց գործունեության ընթացքում բազմազան, ասենք տարեկան հազարավոր գործեր են քննում։ Իրավապահները իրենց գործառույթները ունեն, չգիտեմ, արտաքին մարտահրավերները կանխելու եւ այլ։ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է թեկնածուն, այսինքն կուսակցությունը նախ պիտի գա գրանցվի։ Ասացի, որ երբ որ ինքը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնում է, ինքը գրանցվում։ Արդեն գրանցված կուսակցությունը կամ դաշինքը պիտի ընտրական օրենսգրքի կարգավորումները, ասենք, պարբերաբար եւ տոտալ ոտնահարի։ Եվ ու այս դեպքում, ասենք, ձեր նկարագրած երևույթը եւ այնինչ նախատեսում է ընտրական օրենսգիրքը փոխկապակցված չեն։ Կրկնում եմ, մեր օրենսդրությունը վերաբերում է ընտրական օրենսգիրքի կարգավորումները վերաբերվում են գրանցված կուսակցություններին կամ դաշինքներին, գրանցված թեկնածուներին, այսինքն թեկնածուները մեր մոտ վերջնականապես ցանկը հայտնի կլինի մայիսի 3-ին, երբ որ կգրանցվեն, ապրիլի 23-ին առաջադրումներն ավարտվելու, այսինքն մենք ունենանք հավակնորդներ, այսպես ասենք, կուսակցությունների, իսկ վերջնական գրանցված ցանկը կունենանք մայիսի 3-ին։ Այն մայիսի 3-ից գրանցվելուց հետո իրենց գործունեությամբ պայմանավորված լինելու, իրենք ինչ իրավական կարգավիճակում կլինեն, այստեղ կանխակալ ինչ-որ գնահատականներ տալ եւ այլ, դա կներեք որևէ մեկ իրավունք չունի։ Կոնկրետ այս դեպքով, եթե պարզվում է, որ այլ երկրում Հայաստանի քաղաքացիներին հարկադրում են, որպեսզի նրանք ֆինանսական կամ այլ հարկադրանքի տեսակներով պայմանավորված գան Հայաստան եւ քվեարկեն կոնկրետ։ Տիկին Ստեփանյան, ես կրկնում եմ, այս դեպքում իրավապահների գործառույթն է մեր քաղաքացիներին պաշտպանել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս իրենց ունեցած գործիքակազմով։ Գործառույթը վերաբերվում է կուսակցություններին գրանցված, թեկնածուներին գրանցված եւ իրենց գործունեությանը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեր կուսակցությունները գործունեություն ծավալելու իրավունք չունեն։ Դա հասկանալի է։ Նկատում եմ, ԿԸՆ-ն այս հիմքով իրավունք ունի, տվյալ գրանցված կամ չգրանցված կուսակցության նկատմամբ որոշակի։ Տիկին Ստեփանյան, ես կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետախուզական, հակահետախուզական կամ իրապահ մարմին չէ, որ իր գործունեությունը պայմանավորվի ձեր նկարագրած գործիքակազմով։ Եթե որևէ կուսակցություն Հայաստանում գրանցվելուց հետո ընտրական օրենսգրքի հետևողական կոպիտ շարունակական խախտումներ թույլ կտա, այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել
այն հարցը, որ դիմի դատարան տվյալ կուսակցության գրանցում ուժը կորցած ճանաչելու պահանջով։ Խնդրում եմ փոխանցել ֆակտորին։ Շնորհակալություն։ Պարոն Վակիմյան, շարունակելով Պարոն Վակիմյան, շարունակելով համուժը Հայաստանի այս թեման, հիմա քաղաքական դաշտում մասնավորապես Հանրապետություն կուսակցության կողմից առաջ է քաշվում այն հարցը, որ ուժեղ Հայաստան կուսակցությանը չպետք է գրանցել, որովհետև իրենց առաջնորդի ունեցվածքի 30%-ից ավելին գտնվում է Հայաստանից դուրս, այդ ուժը օտարերկրյա թողելով է ֆինանսավորում եւ սա հիմք է չգրանցելու։ Այս մասով արդյոք գործառույթ ֆինանսավորման պահը ինչպես է համար, այսպես ասած, քաղաքական ուժերի կողմից բազմաբանվում, ֆինանսական հաշվետվության, թափանցիկության հարց առաջ գալիս է, թե ոչ գրանցում իրականացնելուց առաջ։ Հարգելի գործընկերներ, տեսեք, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները որքան ուզեն կարող են մեկ-մեկու մեղադրել։ Կարող են, այսպես ասած, կոչ անել մեկը այս մյուսին, որ չգրանցի, մյուսը այն մյուսին, որ չգրանցի։ Իրենց քաղաքական պայքարն է։ Իրենք մեկ-մեկու կարող են քննադատել, կարող են մեկ-մեկու որակումներ տալ, մեկ-մեկու, չգիտեմ, ամենածանր մեղքերի մեջ մեկ-մեկու մեղադրել։ Դա չի նշանակում, որ այդ քաղաքական բանավեճը կի, այսպես ասենք, գործունեությունն է կանխորոշելու կամ կի գործունեության մեջ քաղաքական բանավեճը որևէ տեղ ունի։ Քաղաքական բանավեճ է, ձեր նկարագրած ընդհանրապես քաղաքական բանավեճ է։ Ես կրկնում եմ, քաղաքական ուժերի, կուսակցությունների, դաշինքների գրանցումը հստակ սահմանված է ընտրական օրենսգրքով։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործելու է բացառապես ընտրական օրենսգրքով սահմանված լիազորությունների շրջանակներում։ Եվ ինչ են կարծում մեր քաղաքական գործիչները մեկը մյուսի մասին, դա իրենց իրավունքն է։ Իրենք կարող են մեկ-մեկու ինչու մասես մեղադրել։ Իրենց քաղաքական բանավեճը կարող են ինչպես ցանկանում են ծավալել։ Դա չի նշանակում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական բանավեճի բովանդակությամբ պիտի առաջնորդվի։ Ներեք պարոն Վակիմյան, քաղաքական բանավեճը մի կողմ։ Հիմա ԿԸ-ի համար կարևոր է ուժը, որը ընտրություններին է մասնակցում, որտեղից է ֆինանսավորվում։ Եթե սպասեիք, համբերեիք ես գայ ձեր հարցի մյուս մասին, ես որովհետև առաջին մասին պատասխանեցի, իմի երկրորդ մասին։ Հարգելի լրագրողներ, կուսակցությունները, դաշինքները իրենց քարոզչությունը պիտի ֆինանսավորեն նախընտրական հիմնադրամի միջոցով։ Նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 800 միլիոն դրամն է։ Նախընտրական հիմնադրամ կարող են մուծում կատարել բացառապես կուսակցությունները կամ դաշինքի անդամ կուսակցությունները իրենց պաշտոնական հաշվեհամարներից։ Կուսակցությունները իրենց հաշվեհամարներում այդ գումարը կարող են ունենալ ձևավորել բացառապես ՀՀ քաղաքացիների կատարած նվիրատվություններից։ Ամեն մի ՀՀ քաղաքացի կարող է առավելագույնը կուսակցություններին նվիրաբերել մեկ տարվա ընթացքում 10 միլիոն դրամից ոչ ավել։ Ավելին, քրեական օրենսգիրքը կոնկրետ պատասխանատվություն է նախատեսում, երբ որ օրենքի այս կարգավորումը շրջանցվում է։ Այսինքն մեկ անձը 10 միլիոն դրամից ավել այլ անձանց միջոցով փորձում է 10 միլիոն դրամից ավել գումար նվիրաբերել կուսակցությանը։ Սա կարող է բացել քրեական օրենսգիրքը կտեսնեք։ Այսինքն այստեղ կուսակցությունների մասին օրենքն է հիմնական կարգավորողը եւ այս կուսակցությունների իրենց ֆինանսական միջոցների գոյացման հարցով կարծում եմ լավ կլինի, որ կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի մեր գործընկերների հետ զրուցեք, որպեսզի իրենք էլ ներկայացնեն իրենց գործիքակազմերը։
բայց կուսակցությունները պիտի ունենան իրենց հաշվին գումար, որը որ պիտի նվիրաբերված լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, եւ այդ գումարը նոր իրենք կարողանան փոխանցել նախընտրական հիմնադրամին։ Շրջանցելու օրենքի այս կարգավորումը շրջանցելու համար մեր օրենսդրությունը հստակ պատասխանատվության միջոցների նախատեսում։ Կարծում եմ ձեր հարցը բավարարեց։ Եթե այս թեմայի հետ կապված էլի մարդկավոր հարցումներ, եկեք տեսնելի բաժանենք այս թեմայի հետ